Ողջունում եմ բոլորին, սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, սիրելի ուսանողներ, զբոսաշրջիկներ, այս հետաքրքիր ու իրապես նախադեպը չունեցող նախագիծը կյանքի կոչելու համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել եւ ասում են, որ յուրաքանչյուր լավ գործ, յուրաքանչյուր լավ գաղափար միևնույն է իրագործելի է դառնում, որքան էլ որ ճանապարհը երկար է լինում։ Մեկ ամիս շարունակ այո, մեր Երևան քաղաքում այս գեղեցիկ ավտոբուսը ունենալու է ամեն օր ժամը 15:00-ից մինչ 17:00-ին 2 ժամ պտույտ, որի ընթացքում Շարլ Ազնավուր քոլեջի ուսանողները գեղեցիկ կատարումներով իրենց կզարդարեն, կգեղեցկացնեն այդ պտույտը երգեցողության մասնագիտության, գործիքային կատարողական արվեստ մասնագիտության ուսանողները։ Ինչպես նաև մենք ունենանք տարբեր մասնագիտական ուսումնական հաստատություններից, տարբեր արվեստի կոլեկտիվներից հյուրեր, կունենանք հանրային դեմքեր, ովքեր որ արդեն հայտնել են ի աջակցություն եւ ի մասնակցություն այս նախագծին տարբեր օրերին, կտեսնեք իրենք ինչպես են գալու շրջեն մեր երեխաների հետ այս ավտոբուսով եւ ինչն է կարևորվում այս նախագծում։ Նախագիծը Երևանյան գարնանային կոլորիտին տալու է յուրատեսակ գույն, յուրատեսակ մթնոլորտ եւ գեղեցկանալու է ել ավելի Երևանը եւ դառնալու է ավելի երաժշտական։ Շատ չեմ ուզում երկար խոսել, ուզում եմ շնորհակալությունս հայտնել Տարի Ղողանջ հիմնադրամին առաջարկության համար եւ Երևան City ընկերությանը նմանատիպ մշակութային, կրթական, ուսուցողական նախագծերում իրենց անմնացորդ անշահախնդիր իհարկե ներդրումը ունենալու գործում։ Եվ մաղթում եմ բոլորիս բարի երթ եւ վստահ եմ, որ ձնագնդի նման մեծանալու է այս նախագիծը եւ ամբողջ քաղաքը ոչ միայն, այլ նաեւ մեզ միանալու են մարզերից, արդեն արձագանքներ կան ու յուրաքանչյուր օր յուրատեսակ մի պատմություն է կերտելու այս նախագիծը։ Շնորհակալություն բոլորիս, եկեք ծավալենք, այսօր գեղեցիկ միջոցառում է նաեւ սպասվում մեր ուսանողներին, ելույթ ունեցողներին եւ մաղթենք բարի երթ։ Շնորհակալություն։ Ես սիրում եմ քաղաքի մին, ես սիրում եմ քաղաքի մշոկ, որ աստղերը առաջին փայլում են։ Այգիները հագել են կանաչ, մոռացվել են հոպոց ու հարաճ, երեկոն այնքան խաղաղ լուսավոր է։ Յասկան ճավճիկներ են անցնում, նայում եմ նրանց ու մտածում, որ Երևանն իրոք արտասովոր է։ Շատի բուրմունքն անուշ, տարածվել է ծանոթ բակում, ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ։ Արթնացնում է հազար ու մի հուշ, նստարանը ծառի շբաքում, ուր սիրել ու անհույս հարբել եմ։ Ընկերներ հերու մոտիկ, պարզապես անցնող մարդիկ, դուք ինձ համար հարազատ ու թանկ եք։ Սայլակում անկիկ լացող, զբոսաշրջիկ զարմացնող, ախ ինչպես պատմեմ ձեզ իմ վերքրանքը։ Սրճարաններ կանչում
loin d'hier, entre ses mains, ses richesses, avoir 20 ans de lendemain plein de promesses, quand l'amour sur nous s'empêche pour nous offrir ces nuits blanches lorsque la loi doit sourire et la vie pour l'espoir riche des joies et des bonheurs. Il faut boire jusqu'à l'ivresse sa jeunesse. Car tous les instants de nos états nous sont comptés. Et jamais plus les temps perdus ne nous fait face. Il passe souvent en bas dans les mains et l'on regrette. Il est trop tard sur son chemin, rien ne l'arrête. On ne peut garder sans cesse sa jeunesse. Նախ այս գաղափարի մասին, ինչպես միտքը ծագեց եւ ինչպես կարողացաք իրականություն դարձնել։ Առանց վարանելու կարող եմ ասել նոր ձևաչափով նախագիծ է մեր քաղաքում ու մեր քաղաքի Երևան City-ի շնորհիվ, քանի որ մեր ծրագրի մեքենասն է, իրանք անմիջապես բավականին շատ հավանեցին եւ հասկացան իր ոսկե միջին, այսպես ասած, թե ինչ կա այս պրոյեկտի մեջ։ Այս պրոյեկտը մենք անվանում ենք ոնց որ բեմ անիվների վրա, քանի որ մեր քոլեջի երեխաները, որը որ կրում է մեր ազգային հերոս Շարլ Ազնավուրի անունը, ունեն մեծ պոտենցիալ եւ նաեւ ունեն չնաշխարհիկ պրոֆեսիոնալ դասախոսներ եւ ղեկավարություն Հանձինես Վրեժ Կիրակոսյանի, որի որ առաջարկեցի համատեղանենք եւ նրանք անմիջապես համաձայնվեցին։ Սա մի տեղ է, սա մի վայր է լինելու, որ իրանք իրենց ունեցածը, գիտելիքները, ունակությունները ցույց տան հանրությանը, իսկ յուրաքանչյուր ուսանողին ճիշտ է նա, որ ինքը պրակտիկա անդադ ունենա, որ արդեն շփվի հանդիսատեսի հետ, ժողովրդի հետ, որ սովորի բեմին, տարբեր տեսակի ձևաչափի բեմեր են լինում, մեծ, փոքր, անգամ արդեն անիվների վրա, եւ կարծում եմ, որ սա շատ լավ պրակտիկա կլինի իրենց, նաեւ զուգահեռ պետք է նկարեն 100 հատ կտավ, իդեպ կրկին Երևան City-ի շնորհիվ այդ 100 հատ մոլբերտը մենք նվիրում ենք իրանց եւ պետք է նկարեն ով ոնց պատկերացնում է սիրո թեմայով նկարներ եւ Շարլ Ազնավուրի պատկերը ով ոնց է պատկերացնում եւ շնորհակալություն Սուրենին Սաֆարյան նկարիչների միության նախագահին, որ էլի կրկին մեր կողքին է, մեզ տրամադրել են ամսի 8-ին, 9-ին եւ 10-ին նկարիչների միության երկրորդ դահլիճի ցուցահանդեսը, այնտեղ մեր երեխաները, որ անմասն չմնա, այնտեղ լինելու է մեծ ցուցահանդես, բայց ծրագրի ավարտը նաեւ ունի իր վերջնական լավ ակորդը, քանի որ մեգամոլում ավարտվելու Ինասիվովնա նկարի մոտ, այնտեղ սիմվոլիկ կլինի երեխաներին արդեն իրաց նկարները մեծության կողք կդնենք, ինչու՞ չէ, մենք ապագա մինասներ ունենք, մենք ապագա լավ երաժիշտներ ունենք, կոմպոզիտորներ ունենք, որոնք որ սովորում են քոլեջում, իսկ ինչու՞ չբացահայտենք մենք իրենց եւ չտանք իրենց կանաչ ճանապարհ։ Սա մի կանաչ ճանապարհի ուղի է, որով մենք ուզում ենք տալ մեր երեխաներին մեր ուսանողներին եւ իհարկե ելեմ ասում, շնորհակալ եմ բոլորին, անգամ եւ ձեզ, որ եկել եք եւ ձեր հաստատությամբ այստեղ եւ ուսաբանում եք, որտեղ իրականում ուսուցողական ոչ կոմերցիոն բնույթ կրող նախագիծ է եւ կարծում եմ աստվածտա սա լինի շարունակական։ Հատուկ էիք ընտրել սիրո թեման, որովհետեւ քաղաքին սիրո պակաս ունի։ Այո, քաղաքը սիրո պակաս ունի, ջերմության պակաս ունի, համերաշխության պակաս ունի եւ չարությունը պետք է ինչքան հնարավոր է մեզանից հեռու քշենք։ Իսկ երաժշտությունը ինձ թվում է լավագույն դեղամիջոցն է։ Ովքեր են օգտվելու այս նախաձեռնությունից։ Օգտվելու են, ասենց ասեմ, առաջնահերթությունը նաեւ տալու օրինակ մեր օրանի երեխաներին, մանկատներին, դպրոցներին, նաեւ սովորական մարդիկ տուրիստներ էլ կարող են գան ամեն օր ժամը 3-ից 5-ը մոտ 1 ամիս 10 օր, 1 ամիս 8 օր
տևելու է, գալու են կան 2 ժամ, քաղաքով պտտվեն, կենթանի հնչողությամբ, տարբեր ժանրի երաժշտությունը հնչելու, ունենալու ենք special guest-ներ, հյուրեր ենք ունենալու, ունակի համար Աբրահամ Ռուսոնը համաձայնև եկա մասնակցի, Էրիկը, դերասանները մեր տարբեր տեսակի, անգամ Խորենը Լևոնյան, ասես կարող եմ գամ Շարլ Ազնավուրի պոեզիայից որևէ բան կարդա, անգամ եթե որևէ երգ չերկեն կամ որևէ բան չհասմունքեն, իրանք մենակ թե իրանք ներկայությունը կլինի, մեր երեխաներին դա ստիմուլ է, մեր երեխաներին ստիմուլը շատ կարևոր է, որտեղ եթե անտեսում ես լավ մասնագետին, նա մարում է, այդ կրակը պետք է վարպայենք, սա եւս մի կետ է, որը որ կրակը այդ մշակութային կարող է վարպայել։ Շնորհակալ եմ։ Մարիա Ինչպես ձեզ ներկայացնեմ։ Հովհաննիսյան Հայկ, Երևան City սուպերմարկետների ցանցի մարքեթինգի ղեկավար։ Ինչպես ծնվեց այս գաղափարը եւ ինչու որոշեցիք այսպիսի մեծ նախաձեռնությամբ հանդես գալ։ Շատ լավ առաջարկ ստացանք Դարի Պողանջ հիմնադրամից Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ մշակութային շատ ուժեղ ծրագիրներ եւ Երևան City սուպերմարկետների ցանցը չկարողացավ անմասն մնալ նման լավ միջոցառում կազմակերպելուց։ Սիրով հրավիրում են բոլոր երևանցիներին մաս կազմելու այս գեղեցիկ միջոցառմանը։ Միջոցառումը տևելու է 1 ամիս, գլխավոր ամփոփումը տեղի կունենա հունիսի 7-ին, Մեգամոլ Արմենիա մեծ գեղեցիկ միջոցառում ենք ունենալու նաև այնտեղ։ Բացի բուն միջոցառումից երաժշտական մասից, նաև հայ գեղանկարի նվիրյալներից ապարել են գեղանկարի
վարչական աշխատանքներ շատ անձնավոր թեմատիկայով, որոնց եւ հենց անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա Մեգամոլ Արմենիայում հունիսի 7-ին։ Որն է հիմնական գաղափարը, մեսիջը ուղղված երևանցիներին, արդյոք սիրո պակաս կա, որ սիրո երգերով փորձում ենք լցնել քաղաքը։ Սիրո պակաս միշտ կա, բայց ամենակարևորը զարկ տալ մշակույթին, քանի որ մենք իրենք հզոր ենք եւ մենք մեծ մշակույթ եւ գնահատում ենք մեր մշակույթը։ Երևան City-ն ինչպես միշտ անմասն չի մնում նման գեղեցիկ միջոցառումներից։ Շնորհակալ եմ։ Kiss me, see